Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի մեծարգո նախագահ, պարոն նախարար, հարգարժան պատգամավորներ եւ մարզպետներ։ Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովի շրջանակում։ Տարիներ առաջ նախաձեռնված այս ձևաչափն այսօր վերածվել է ժամանակով ստուգված եւ գործնականում արդարացված համագործակցության կարևոր հարթակի։ Ուղղված Հայաստանի եւ Ռուսաստանի մարզերի ու նահանգների միջև բարեկամական, տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի ընդլայնմանը։ Միջտարածաշրջանային համագործակցությունը միշտ եղել է հայ-ռուսական հարաբերությունների հիմնային բաղադրիչներից մեկը եւ հենց մարզերի ու նահանգների ակտիվ ներգրավվածությունն է, որ այս հարաբերություններին հաղորդում է կենթանի բովանդակություն։ Այս համագործակցությունը թույլ է տալիս այդ կապերը տեղափոխել գործնական հարթություն, բիզնես ծրագրերի, ուսումնական փոխանակումների, մշակութային փոխայցելությունների, ինչպես նաեւ ինովացիոն ու սոցիալական նախաձեռնությունների տեսքով։ Այս համատեքստում ցանկանայի հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի եւ Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգի միջև հաստատված համագործակցությունը, որն արդեն ունի կոնկրետ ու փաստարկված զարգացումներ։ 2022 թվականին ստորագրել ենք համագործակցության ճանապարհային քարտեզ, որի շրջանակում իրականացվել են փոխայցելություններ, ձևավորվել են գործարար կապեր, մշակվել են համատեղ ծրագրեր մշակույթի, կրթության, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Այս համագործակցությունը ոչ միայն խոստումնալից է, այլև կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով ինչպես Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ու տուրիստական ներուժը, այնպես էլ Օմսկի նահանգի արդյունաբերական փորձն ու ենթակառուցվածքային հնարավորությունները։ Մենք բաց ենք եւ պատրաստական համատեղ նոր նախագծերի իրականացման հարցում։ Տարածաշրջանային համագործակցությունն ու դրա դերը միջազգային մակարդակում ընդգծվել է նաեւ այն հարթակում, որտեղ ներկայացել են ոչ միայն Գեղարքունիքը, այլև Հայաստանը։ Խոսքս վերաբերում է 2025 թվականի ապրիլի 29-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշկենտում կայացած ԱՊՀ պետությունների տարածաշրջանների առաջին համաժողովին։ Այդ համաժողովը դարձավ առանցքային հարթակ ԱՊՀ անդամ երկրների միջև տնտեսական եւ հումանիտար ոլորտների զարգացման հեռանկարները քննարկելու համար։ Իմ ելույթում հատկապես շեշտեցի այն, որ Հայաստանի մարզերը, այդ թվում նաեւ Գեղարքունիքը, ունեն մեծ հետաքրքրություն խորացնելու համագործակցությունը Ռուսաստանի եւ մյուս պետությունների հետ։ Համաժողովի ընթացքում շեշտեցի այն հանգամանքը, որ տարածաշրջանային համագործակցությունը կարող է դառնալ իրական տնտեսական զարգացման շարժիչ ուժ, երբ այն ունի փոխշահավետ, կայուն եւ համակարգված մոտեցում։ Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետության Ռուսաստանի Դաշնության միջտարածաշրջանային համաժողովը հանդիսանում է հաջողված օրինակ։ Հարգելի ներկաներ, մեր ժամանակները պահանջում են նոր ձևաչափեր, նոր լուծումներ եւ նոր մտածողություն։ Մարզային մակարդակում նախաձեռնողականությունն ու ճկունությունը կարող են լրացնել եւ ամրապնդել միջպետական հարաբերությունները, ապահովելով զարգացման դինամիկա եւ համայնքային մակարդակում տեսանելի արդյունքներ։ Կարծում եմ հենց սա պետք է դառնա մեր համաժողովի հաջորդ նպատակը՝ ստեղծել հստակ ծրագրեր, որոնք կապահովեն տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, երիտասարդության կրթական եւ մշակութային շարժունակություն։ Այսօր անհրաժեշտ է վերանայել ձեռքբերումները, ամրապնդել առկա կապերը եւ նոր ուղիներ մշակել արդյունավետ համագործակցության համար։ Մենք պատրաստ ենք ոչ միայն շարունակել արդեն սկսած համագործակցությունը Օմսկի գործընկերների հետ, այլև ընդլայնելու այն նոր նախաձեռնություններով։ Եզրափակելով խոսքս, ուզում եմ շնորհակալություն հայտնել այս համաժողովի կազմակերպիչներին, գործընկեր մարզերին ու նահանգներին, կառուցողական եւ արդյունավետ համագործակցության համար։ Մաղթում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին արգասաբեր աշխատանք, նոր ծրագրեր ու երկարաժամկետ գործընկերություն։ Շնորհակալություն ուշադրության համար։
Խոսքը տրվում է Ռուսաստանի Դաշնության